Անուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սուրբ ամեն։ Բարի երեկո սիրելի քույրեր, եղբայրներ։ Աստծուն փառք ենք տալիս այս երեկոյան ժամուն այս Սուրբ տաճարի մեջ ներգտնվելու, Աստծո խոսքը լսելու, Աստված թող փառավորվի մեր երգերով, սաղմոսներով, հոգևոր երգերով երգեցինք Տիրոջը փառաբանեցինք։ Պահն է պատգամի, թող Աստված իր խոսքի դուռը բացի, որպեսզի կարողանանք խոսել, վկայել Աստծո ճշմարտության խոսքը։ Գիտենք, որ մեզ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին 5 տաղավար տոներ ունի, որոնցից արդեն 4-րդը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի վերաբերյալ վերափոխման, որ այս կիրակի տեղի ունեցավ։ Ընդհանրապես 5 տաղավար տոներից 4-ը Տեր Հիսուս Քրիստոսի Աստծո վերաբերյալ եւ մեկը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի։ Դի կարդամ Ղուկասու ավետարանի 2-րդ գլխի մի քանի համարներ միայն Հիսուսի ծնունդի մասին։ Այն օրեր Օգոստինոս Կայսերն հրաման ելավ եւ բոլոր աշխարհ գրվի։ Այս առաջին աշխարհագիրը եղավ Կյուրենոսի Սիրո վրա կարակուսակալության հրած ատենը։ Ամենքը կերտային աշխարհագիր մտնելու եւ ամեն մեկը իր քաղաքի մեջ։ Հովսեփ այլ Գալիլեան Նազարեթ քաղաքեն ելավ դեպի Հրեաստան, Դավիթին քաղաքը, որ Բեթլեհեմ կկոչվի, ինք Դավիթին տունեն ու ազգատոհմեն ըլլալուն համար։ Աշխարհագիրը մտնելու Մարիամին հետ մեկտեղ, որ իր նշանածն էր եւ հղի էր։ Երբ անոնքոն էին, անոր ծառայելու օրերը լեցվեցան։ Իր անդրանիկ որդին ծնավ ու խանձարով փաթեց եւ զանիկա մսուրի մեջ պարկեցուց, վասնզի Իջևանի մեջ իրենց տեղ չկար։ Թող Աստված օրհնի խոսքերը իր ճշմարտության։ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին ծնողներ, իրեն ծնողներն էին Աննա եւ Հովակիմ, Հուդայի ցեղից եւ Դավիթի ցեղից, թագավորական ցեղից եւ քահանայական ցեղից Ղևիի։ Հովակիմ, որ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինի հայրն էր եւ տաճար էր գնում եւ իր ոչխարների զոհ էր մատուցանում Աստծուն, որտեղ տակավին զավակ չունեին, բայց քահանան, որ կար այն ժամանակվա, ասում էր դու պետք չէ որ զոհ մատուցանես Աստծո, քանի որ զավակ չունես։ Եվ նա նեղվելով հեռացավ, գնաց անապատ եւ ծոմապահությունով իր օրերը անցկացրեց պահեցողությամբ 40 օր։ Եվ մինչև որ խնդրեց Աստծուն, որ իր աղոթները լսի, որ Աստված իրեն զավակ պարգևի։ Նույնպես Աննան, որ ինչպես ինքն էլ սուքի հագուստ հագավ եւ իջավ պարտեզը եւ նստած դափնի ծառի տակ եւ աղոթեց։ Աստված մեր հայրերուն հիշե իմ տառապանքս եւ օրհնես ինձ, ինչպես օրհնեցիր մեր արդար հայրը Աբրահամ Սարայի միջոցով եւ անոր տվիր Իսահակը։ Եվ ասում են նույն ժամին երևցավ հրեշտակ Աննայի եւ ասաց. Աննա, Աննա, լսվեց Աստված քո աղոթքդ եւ ահա պիտի հղանաս եւ պիտի ծնես մանուկը եւ անոր անունը պիտի տարածվի համայն երկրի վրա։ Եվ Աննա ասավ. կենթանի իմ Տեր Աստվածս, եթե զավակ ծնիմ, Աստծո պիտի ընծայեմ Սամվելի մոր Աննայի նման։ 3 տարեկան Մարիամը տարին տաճարին կուսարանը եւ ըստ ավանդության հանձնեցին Փամվելի դուստրին Աննա Մարգարեյուն դաստիարակության տակ։ Այս համարը շատ կարևոր կետ է, սիրելի քույրեր, եղբայրներ եւ ուղանդիրներ, որ մենք երբ որ զավակը ծնվեց, ուխտ էին արել, որպեսզի Աստծո նվիրեն։ Շատ կարևոր է, թե նորածին մանուկը կրթենք Աստծո շնորհքով, Աստծո ողորմությամբ, կրթեն մանուկը իր ճամփան սկսած ատենը, որպեսզի մեծանալու տարիքին, առաջացած տարիքին իրենց խոտորված ճամփայից չհեռանա։ Պետք է որ մենք էլ յուրաքանչյուր ծնող իր պարտականությունը ունենա իր զավակի կրթության մասին մտածելու։ Արդեն տեսնում եք 3 տարեկան, մենք երբեմն մտածում ենք 3 տարեկան ինչ է հասկանում։
կամ փոքրիկ բանուկ ինչ է հասկանում, բայց կարևոր է, որ մենք օրորոցի մոտ հենց ծնողքը աղոթքներ անեն երեխային, սաղմոսներ կարդան, եւ աղոթներով այդ երեխան մենք կարծում ենք, թե չի լսում, բայց գիտենք, որ այդ երեխան ընկալում է եւ տարիներ հետո իր արդյունքը պիտի տա։ Եվ ամեն որպես ծնող պարտականություն լինի, որպեսզի նախ ինքը ճշմարիտ հավատքի մեջ լինելու եւ ապա իր զավակները կրթելու Աստծո ճանապարհի մեջ։ Սա ծնողի պարտականությունն է։ Այսօր Փառք Աստծո, մեր առաքելական եկեղեցիներից կան կիրակնորյա դպրոցներ եւ բույս եկեղեցիների մեջ, որ կարեւոր է զավակը տանել եկեղեցի, աղոթաժողովի, կիրակնորյա դպրոց, որպեսզի այդ փոքրիկը հասակ առնի աստվածային շնորհքով, աղոթներ սովորի, սաղմոսներ սովորի, աղոթել սովորելու իր կյանքի մեջ եւ Աստված պաշտությամբ առաջնորդելու իր կյանքի մեջ։ Սակայն ցավոք սրտի այսօր կան ծնողներ, որ իրենք զավակներ ուրիշ կրթությունով են դաստիարակում, աշխարհի ճանապարհով, նույնիսկ փոքրիկ երեխային ավելի հայություններ սովորելով եւ անհաջող ընթացքով այդ երեխաները կընթանան եւ հենց այստեղ էլ որ Աստված շնորհեց այդ զավակը եւ իրենք էլ նվիրեցին Աստծո այդ փոքրիկը։ Ընդհանրապես մեր հայաստանյաց առաքելական եկեղեցում երբ որ խորանին նայում ենք, տեսնում ենք Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը Հիսուս մանուկը իր գրկում։ Բոլոր Մարիամի ստորոգիների անուններ կան եւ բոլորի անունները կշնորհավորենք որպես Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի անունով։ Մարիամ, Մարի, Մարիա, Մարինե, Մարո, Մայրանուշ, Մարիցա։ Այս անուններով եղողներին շնորհավորում ենք իրենց անվանակոչության օրի առիթով։ Նաև ուրիշ անուններ կան՝ Թաքուհի, Սրբուհի, Մաքրուհի, Իսկուհի, Արփենիկ, Արևիկ, Աղավնի, Մարգարիտ, Երանուհի, Տիրուհի, Ազնիվ, Անթարամ, Արուս, Բերկրուհի, Երջանիկ, Լուսաբեր, Պերջուհի, Վերգինե եւ այսպես շատ անուններ, որ հիշատակում են Մարիամ Աստվածածնի այս տոնի առիթով։ Այստեղ հիշեցինք այս, գիտենք Մարիամ Աստվածածնի 3 տարեկաններ, երբ որ ընծայեցին Աստծո, բայց Աննան Փանվելի աղջիկներ այն ժամանակ, որ այնտեղ էր, եւ քանի որ փոքր էր, 3 տարեկանում, երբ որ ընծայեցին, փոքր լինելու պատճառով իրեն տուն ուղարկեցին եւ այդ պատճառով մինչեւ որ 7 տարեկան դառնա եւ դրանից հետո նորից ընծայեցին Աստծո եւ 7 տարի կուսարանի մեջ ապրելով 14 տարեկանին նշանվեցավ Հովսեփի հետ եւ 15 տարեկանին ծնավ անարատ կուսությամբ աշխարհի փրկիչը Հիսուս Աստծո որդին։ Տեսնում ենք այստեղ էլ Հիսուսի ծնունդը, երբ որ տեսնում ենք, կարդացինք, ինչպիսի անշուք պայմանների մեջ, գոմի ախորի մեջ ծնվեց այդ պստիկը, որովհետև Իջևանի մեջ տեղ չկար։ Եվ յուրաքանչյուր մարդոց սրտի մեջ այսօր Տեր Հիսուսի Քրիստոսի իրեն սրտի մեջ Իջևան կա, Տեր Հիսուս Քրիստոսը ընդունելու իր սրտի մեջ։ Սա շատ կարևոր հարց է յուրաքանչյուրիս համար, որպեսզի մենք Տերը Փրկիչը ընդունենք որպես մեր Տերը Փրկիչը, մեր Սուրբ Աստվածը, որ ծնվեց Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնից եւ Հոգով Սրբով։ Մենք այդպես ենք ընդունում, որպես առաքելական եկեղեցու զավակ։
431 թվականին Եփեսոսի տիեզերական ժողովը երբ որ եղավ, պաշտոնապես հռչակվեց եւ դավանական սկզբունք դարձավ Սուրբ Կույսին Աստվածածին լինելը եւ ոչ թե մարդածին, ինչպես որ Նեստորն էր այն ժամանակ ասում, որ Անտիոքի վարդապետ էր։ Մեր Սուրբ անվախ պատարագները մենք սկսում ենք բարեխոսությամբ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին։ Եվ Սուրբ պատարագի ընթացքին Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքն ենք ասում։ Ահա քո կուսական կաթիդ մեկ կաթիլը իմ անձիս մեջ անձրևելով կյանք ուտա ինձի, ով մայր։ Վերափոխման երևույթը ասող խոսքի մեջ ենով կել կտեսնենք, որ 300 տարի քայլեց Աստծո հետ եւ փոխադրվեցավ երկինք։ Հավատքով երկրե փոխադրվեցավ, որպեսզի մահ չտեսնե եւ տեղը չէր գտնվեր, վասնզի Աստված փոխադրեց այն, քանզի անոր փոխադրվելն առաջ վկայվեցավ, թե Աստծո հաճելի էր։ Եբրայեցիս 11:5 Եղիա մարգարեն հրեղեն կարգերով երկինք փոխադրվեցավ 4 Թագավորաց 2:11-12 Եվ գիտենք երբ որ պստիկ էր Տերի ծնողները տաճարին նվիրեցին Մովսեսական օրենքի համաձայն Ղուկասու ավետարանի 22-րդ գլխի Մովսեսի օրենքին համեմատ, երբ անոնց մաքրության օրերը լմնցուց, Երուսաղեմ տարին զանիկա Տիրոջը առջև հանելու, ինչպես գրված է Տիրոջը օրենքի մեջ, թե ամեն արու, որ արգանդ կբանա Տիրոջը սուրբ ըսվի, Տիրոջը օրենքի մեջ ըսվածին պես ընծա տալու զույգ տատրակ կամ աղավնի երկու ձակ, Այն ատեն Երուսաղեմ մեջ մարդ կար, ու անոր անունը Սիմեոն էր, անիկա արդար ու աստվածավախ էր, Իսրայելի մխիթարությունը կսպասեր եւ Սուրբ Հոգին անոր վրա էր։ Նաեւ իրեն հայտնված էր բավական առաջացած տարիք ուներ Սիմեոն ծերունին եւ իրեն Սուրբ Հոգից հայտնված էր, որ ինքը մահ պիտի չտեսնի, մինչեւ Տիրոջը օծյալը տեսնի։ Եվ ահա, երբ որ տաճար բերեցին Սիմեոն ծերունին տեսավ այդ փոքրիկը եւ օրհնեց իրեն եւ ասեց. Օրհնեց Զանոնք եւ անոր մորը Մայրամին ասավ. Ահա այս մանուկը Իսրայելի մեջ շատ մարդոց ինալուն ու ելնալուն ու հակառակության նշան մլալու համար կեցած է եւ քո սրտեդ էլ թուր պիտի անցնի, որպեսզի այսպես շատ սրտերի խորհուրդներ հայտնվին։ Այո, Երբ հայտնվեց այդ սուրը Մայրամ Աստվածածնի, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրա էր, Հովանու ավետարանի 19-րդ գլխի 28 համարի մեջ ասում է, երբ որ Հիսուսի մահն է նկարագրում, Անկե ետ Հիսուս գիտնալով, թե արդեն ամեն բան լմնցած է, որպեսզի գրվածը կատարվի, ըսավ, ծարավ եմ, եւ հոն քացախով լեցուն աման մկար անոնց քացախով սպունգը լեցնելով զոպայի մշտիկի վրա փաթ տված եւ անոր բերնի մոտեցին։ Ուստի Հիսուս երբ քացախ առավ, ըսավ, ամեն բան կատարվեցավ եւ գլուխը ծռելով ոգին ավանդեց։ Իսկ մինչ այդ, երբ որ խաչի մոտ էին իր Մայրը եւ Հովանեսը 19-րդ գլխի 25-րդ համարի մեջ ասում է Հիսուս խաչին կովկայներ էին իր մայրը եւ իր մորը քույրը Մարիամ Կողոպասի կինը եւ Մարիամ Մագդաղենացին։ Հիսուս երբ տեսավ իր մայրը եւ իր աշակերտը, որ կսիրեր, որ մոտը կայնած էր, ասավ իր մորը. Ով կին, ահա քու որդիդ, ետք ասավ աշակերտին, ահա քու մայրդ։ Եվ այն ժամանակեն աշակերտը զանիկա իր քով առավ։ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին 48 տարեկան էր, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը խաչեցին, հանձնվեց Հովանեսի որպես հոգ տանելու եւ 12 տարի էլ ապրելով
60 տարեկանում Աստված կանչեց Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին, որպեսզի արդեն երկինք փոխադրվելու իրեն։ Եվ ինքը դարձյալ աղոթքով անցկացրեց պարտեզի մեջ գնալով նորից աղոթքով մոտեցավ եւ ամբողջ ծառերը, տերևները խոնարհվում էին իրեն առջև։ Երբ որ աշակերտները լսացին, որ արդեն հասած է մահվան, բոլոր տեղեր այն երկրները, որ գնացել էին քարոզելու, եկան հավաքվեցին մեկտեղ, որպեսզի վերջին հրաժեշտը տան եւ թաղման արարողությունը կարգը կատարեցին։ Եվ նույնիսկ ինչպես եւ իր կյանքի մեջ եւ ամեն ժամանակ ինչպես եւ փարիսեցիներ, դպիներ, քահանայապետներ անարգում էին Տեր Հիսուս Քրիստոսը եւ Մարիամ Աստվածածին, որպես անառակ կին համարելով, բայց կային մինչև նույնիսկ գերեզման տանելու ճանապարհին կային մարդիկ, որ չէին ուզեր, որպեսզի այդ հուղարկավորությունը կատարվի։ Երբ որ մեկը եկավ, մոտեցավ եւ ուզեցավ այդ դագաղը շուռ տալ եւ Աստծո հրեշտակը իջավ, ձեռքերը կտրեց այդ մարդու։ Մարդը տեսնելով այդ հրաշքը, այդ կատարվածը, ծունկի եկավ եւ աղոթեց, մեղայի եկավ եւ Աստված նորից իր ձեռքերը շնորհեց իրեն նորից աղոթքով, որովհետև հավատաց, որ իսկապես Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին, որ մայրն էր Տեր Հիսուս Քրիստոսի, Տիրամայրը, եւ երբ որ անցավ ժամանակը 11 առաքյալներն էին ներկա այդ թաղման արարողության ժամանակ Բարթողոմեոս առաքյալը Հայաստան կգտնվեր, երբ որ լսեց այդ մասին, եկավ, տեսավ, որ արդեն այդ թաղման կարգը կատարված էր եւ խնդրեց աշակերտներին իրեր առաքյալների հետ միասին, որպեսզի գերեզմանը բացեն եւ վերջին անգամ հրաժեշտ տալու Տիրամորը, բայց ինչպես ասացինք, երբ որ բացվեց, արդեն դագաղը պարապ էր։ Աստված իր մորը փոխադրեց երկինք, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոս խաչվեց, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ եւ փառքով համբարձավ երկինք, նստեց իր հոր աջ կողմը։ Նույնպես ալ Տեր Հիսուս Քրիստոս իր մորը փոխադրեց երկինք եւ նստեցուց իր աջ կողմը։ Հին ուխտի ժամանակ էլ կկարդանք Սողոմոն իմաստունի մասին, երբ որ իր մայրը Պերսաբեն երրորդ թագավորած 2:19-ի մեջ է գրում. Պերսաբես Սողոմոն թագավորին գնաց, որպեսզի Ադոնիային համար անոր հետ խոսի ու թագավորը զանիկա դիմավորելու համար ոտքի ելավ եւ անոր խոնարհություն հրավ։ Երբ իր աթոռը նստավ, իր մորը համար ալ աթոռ դրավ, դնել տվավ ու իր մայրը անոր աջ կողմը նստավ։ Այսինքն այնքան պատվական էր, որ ինչպես եւ Տեր Հիսուս Քրիստոս խոստացած էր, փոխադրվեց իր մորը երկինք։ Եվ մեզ համար որպես բարեխոս մենք ունենք սուրբերի բարեխոսությունը, առաջին շարքում Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Սուրբ Ստեփանոս Նախավկա եւ բոլոր սուրբերը, առաքյալները, մարգարեները բարեխոս են մեզ համար։ Առաջին բարեխոսը մեզ համար Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինն է։ Եզեկիել մարգարեության մեջ 44:2-3-ի մեջ ասում է. Այս դուռը գոզ պիտի մնա եւ պիտի չբացվի եւ անկե մարդ պիտի չմտնի, քանզի անկե Իսրայելի Տեր Աստվածը մտավ, անոր համար գոզ պիտի մնա, անիկա իշխանին համար պիտի լա,
Ոն միայն իշխանը պիտի նստի Տիրոջը առջև։ Թող իսկապես մեր Տիրոջ շնորհքը մեր վրա լինի եւ Սուրբ Մուկույս Մարիամ Աստվածածինի այս վերափոխման տորին առիթով թող Աստված մեր կյանքերը վերափոխի նույնպես, որպեսզի մենք դառնանք Աստծո, ճշմարիտ Աստծուն, ինչպես որ Սուրբ Կույս Մարիամ հավատաց եւ իր արգանդի մեջ կրեց Տեր Հիսուս Քրիստոսը, մենք էլ այդ հավատքով ապրենք, առաջնորդվենք, վկայենք Աստծո ճշմարտության խոսքը տարածենք եւ որպեսզի Աստված փառավորվի ամեն ժամանակ։ Մեկ բան էլ կար, երբ որ խոսում էր Մարիամ Աստվածածնի, երբ որ լսվեց, որ իր որդին պիտի խաչվի մատնվելու արդյունքով, ինքը զբաղված էր, ասում է, ավանդությունն է ասում, երբ Մարիամ Աստվածածինը զբաղված էր բաղարիչների վրա ձվի դեղնուցներ քսելով, հանկարծ իմանում է, ասում է, սիրելու որդուի մատնությունը եւ բռնվելու լուրը, առանց ձեռքերը լվալու նա վազում է ժամ առաջ տեսնելու Հիսուսի վիճակը, ճանապարհին նրան ձեռքերից կատկտված դեղնուցից հազարավոր ծաղիկներ են բուսնում եւ այդ ծաղիկները, ասում է, երևում են միայն Զատկվի տոնին, տեղին ծաղիկներ են։ Այսքանով ավարտելով այսօրվա այս պատգամը մեկ խոսք էլ կարդամ վկայություն որպես ականատես եղած Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինի մասին Դիոնիսիոս Արիոպագեցին կար, որ ասում է Աթենքից եկած էր Երուսաղեմ, որպեսզի տեսնի Աստվածածին։ Այս բաները գրել է իր ուսուցիչ Պողոս Առաքյալին։ Հետևյալն է ասում. Վկայում եմ Աստծուց, որ բացի հենց իրենից Աստծուց չկա ամբողջ տիեզերքում ոչ մի այլ բան այդչափ լեցված աստվածային զորությամբ եւ շնորհքով։ Ոչ որ մարդկանցի չի կարող իր մտքով իսկ ընկալել այնինչ, որ ես տեսա։ Խոստովանում եմ Աստծո առջև, երբ ես Հովհաննեսի կողմից, ով առաքյալների մեջ փայլում էր ինչպես արևը երկնքում, առաջնորդվեցի կանգնել ամենասուրբ Կույսի առջև։ Ես ապրեցի անպատմելի ապրումներ։ Իմ առջև ճառագայթեց մի ինչ-որ աստվածային փայլ, որ լուսավորեց հոգիս։ Ես զգացի աննկարագրելի անուշահոտությունների բուրմունք եւ լցվեցի այնպիսի բերկրանքով, որ ոչ իմ տկար մարմինը եւ ոչ էլ հոգին չէին կարող տեսնել երկնային փառքի եւ հավիտենական երանությունների այդ նշանները եւ արհավետչյանները։ Նրա շնորհից թուլացավ սիրտս եւ շունչս կտրվեց։ Եթե ես իմ հիշողության մեջ չունենայի քո խրատները, ես նրան կընդունեի որպես ճշմարիտ Աստծո։ Հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել ավելի մեծ երանություն, քան այն, ինչ որ ես զգացի։ Յուրաքանչյուր մեր մայրերի վրա օրինակելի մայր դառնան բոլորն էլ եւ առաքելություն ունեն յուրաքանչյուր մեր մայրերը նաեւ իրենց զավակները կրթելու Աստվածո ճամփաների մեջ եւ նույնպես մենք էլ իրենց հետ հայրեր որպես լինելով որպեսի մեր փոքրիկները Աստծո շնորհքով մեծանան եւ առաջնորդեն իրենց կյանքի օրերի մեջ ամեն։ Ուզում եմ մի գեղեցիկ երգ նվիրել, որ ոմանք լսել են այս երգը, բայց շատեր չեն լսել։ Տիրամորը նվիրված երգ է։ Այս երգը երգել եմ մեր եկեղեցասիրած եղբայրության կենտրոնից ներս, միայն։ Բայց այսօր պիտի ներկայացնեմ այստեղ Սուրբ Կարապետ Մայր եկեղեցվա մեջ։ Քեզանից բխեց աղբյուրը կյանքի,
շողշողած գանձը երկնքի վերստին ծնունդ տվեց աշխարհին սիրով լցրեց բոլորիս հոգին քեզանից բխեց աղբյուրը կյանքի քո մեջ շողշողած գանձը երկնքի վերստին ծնունդ տվեց աշխարհին սիրով լցրեց բոլորիս հոգին ով երկնային թագուհի համեստուհես սրբուհի խոնարհության մարմնացում տիրամայր ենք ես կոչում քո մեջ իջավ Հիսուսը մարմին առավ մեր հույսը աշխարհ լույսով ողողեց ու մեզ փրկություն պարգևեց ով շնորհակալ մայրիկ Հիսուսի բարեխոսն ես դու մեր հոգիների որ մենք փրկվենք անհետ չկորչենք քո որդու հետ ընդմիշտ բնակվենք ով շնորհակալ մայրիկ Հիսուսի բարեխոսն ես դու մեր հոգիների որ մենք փրկվենք անհետ չկորչենք քո որդու հետ ընդմիշտ բնակվենք ով երկնային թագուհի համեստուհես սրբուհի խոնարհության մարմնացում տիրամայր ենք ես կոչում քո մեջ իջավ Հիսուսը մարմին առավ մեր հույսը աշխարհ լույսով ողողեց ու մեզ փրկություն պարգևեց ով երկնային թագուհի համեստուհես սրբուհի խոնարհության մարմնացում տիրամայր ենք ես կոչում քո մեջ իջավ Հիսուսը մարմին առավ մեր հույսը աշխարհ լույսով ողողեց ու մեզ փրկություն պարգևեց ու մեզ փրկություն պարգևեց